Նոյան տապանի հյուրն է քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, զրուցելու ենք տեսակապով, պարոն Չիբուխչյան, շնորհակալ եմ ինչպես միշտ այս ժամին մեզ միանալու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ ԱՄՆ կառավարությունը հավանություն է տվել NVIDIA-ի չիպերը Հայաստան արտահանելու գործընթացին, որը արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման գլոբալ նախաձեռնության մաս է եւ դրա արդյունքում Հայաստանում ստեղծվելու է գերհամակարգիչ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը սա գնահատել է կարևոր առաջընթաց հայ-ամերիկյան առևտրային եւ ներդրումային հարաբերություններում, նաեւ տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որ հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում կսկսվի TRIP-ի հիմնարկերքը։ Հիմա պարոն Չիբուխչյան, ինձ հետաքրքիր է ձեր գնահատականը, այսինքն ստացվում է, որ շատ արագ տեմպերով հայ-ամերիկյան հարաբերությունները եւ դրա շրջանակներում TRIP-ը կյանքի է կոչվելու։ Շատ բարդ հարց տվեցիք, իրականում այնքան հանգամանքներից ու գործոններից է կախված շատ լայն ընդգրկուն հարց է, եկեք սկսենք չիպերից, ուրեմն տեսեք, այո, դա, այսինքն Firebird ընկերությունը օգտագործում է NVIDIA-ի չիպերը, դրա համար Ամերիկայի կառավարությունը պետք է համաձայնություն տա ցանկացած ամերիկյան չիպ բարձր տեխնոլոգիական պրոդուկտի համար համաձայնություն է տալի Միացյալ Նահանգներ, օրինակ Չինաստանին H20 չիպերի վաճառքի համար պետք է համաձայնություն եւ NVIDIA-ն ստացավ։ Չինաստանում ուղիղ NVIDIA-ն է անում։ Ուղիղ NVIDIA-ն է վաճառում եւ ուղիղ NVIDIA-ն է անում։ Այստեղ ինչ որ Firebird ընկերությունը ստարտափ է, որը ստեղծվել է որքան հասկանում եմ Եվրոպայում, դա NVIDIA-ն չի, բայց օգտվում է NVIDIA-ի չիպերից, այսպես ասած։ Իհարկե դա զենքի պես բան է, հա, ոնց որ զենքը, եթե անգամ դու Հնդկաստանից գնում ես ռուսական զենք, դու պետք է Ռուսաստանից թույլտվություն ստանաս, որ Հնդկաստանից գնես այդ զենքը, մոտավորապես սրա մասին է։ Բայց տեսեք, ուրեմն շատերը չգիտեն, որ կատեգորիաներ կան, ուրեմն ըստ երկրների, որտեղ ուրեմն արգելքներ է տրված, թե որ երկրին ինչ աստիճանի, որ մակարդակի տեխնոլոգիաներ չի կարելի վաճառել։ Ուրեմն այնտեղ պայմանականորեն հիմա հիշողությունս կարող է պետք է վերաթարմացնեմ, բայց ինչքան ես հիշում եմ, Հայաստանը 6-րդ ինչ որ կատեգորիայի մեջ է։ Այսինքն ամենավատերից մի քիչ էս կողմ, ասենց ասեմ, հա։ Ուզում ասեմ, այսինքն որ Հայաստանին չի կարելի վաճառել անգամ կոպիտ ասած, ես հիմա հիպոթետիկ օրինակ եմ բերել, որպեսզի հասկանալի լինի։ Ենթադրենք 3-րդ սերնդի չիպեր, պայմանականորեն, ու պայմանականորեն պատկերացրեք հիմա արդեն 5-րդ սերունդն են վաճառում ու 6-րդն են արտադրում, բայց Հայաստանին չի կարելի վաճառել, իսկ այդ սերունդը, ամեն սերունդը ասենք տարիներ է, 10 տարիներ է կոպիտ ասած հետ։ Կոպիտ ասած 3-րդ սերնդի չիպերը ակտուալ էին 2000-ականների կեսերին, այսինքն 2005-2006 թվականին մոտավորապես հիմա մենք պետք է հասկանանք, իսկ որ չիպերն են բերում Firebird-ի ներկայացուցիչները։ Այսինքն այդ չիպեր ասելը ոչ մեկ էս հարցը չի բարձրացնում։ Իսկ որ չիպերն են բերում, իսկ որ թույլտվությունն է տված։ Օրինակ ես էլի հիշողությունս հաղորդում էի պատրաստել, որտեղ ցույց էի տալիս ինձ այդ NVIDIA չիպերի տարբերությունը, օրինակ H20-ը մի սերունդ ցածր է, բայց չինացիները ուզում են վերջին չիպերը, որը Black չգիտեմ ինչ էր կոչվում, մոռացա արդեն, ուրեմն այդ վերջին չիպերի համար ասեց մենք կբանակցենք, բայց անգամ այդ վերջին չիպերը, որը H20-ից են կոմա, դրանց մեջ էլ դու կարող ես փոփոխություններ անել, որը չլինի այդ նույն չիպը, ինչ որ Միացյալ Նահանգներն է օգտագործում։ Օրինակ F35-ը կա իսրայելական F35 առանձին, F35i է կոչվում, այ Իսրայել, ի տառն չէ, ասենք այ Իսրայել F35i, ուրեմն ինչի համար է դա արվում։ Ուրեմն հատուկ սար պատրաստում է F35, որտեղ բազմաթիվ կարևոր մասեր բաց է թողնվում, Ամերիկան Իրանը չի դնում, որովհետև դա ամերիկյան տեխնոլոգիա է բարձր եւ դրա իրավունք չկա, միայն Միացյալ Նահանգները կարող են դա օգտագործել։ Եվ գումարած Իսրայելը կարողանում է իր ամենաբարձր տեխնոլոգիական այսպես չգիտեմ, կարող այնտեղ ռադարներ լինեն կամ 1000 մի բան էլեկտրոնիկա լինի, տեղադրել այդ F35-ի մեջ։ Եվ գլոբալ սրա մասին է խոսքը։ Օրինակ այլ երկրի վաճառող F35-ը բոլորովին այլ կոմպլեկտացիա ունի։ Տարբեր են դրանք։ Դրա համար եկեք հասկանանք նախ այդ որ չիպերն են օգտագործում եւ որ սերնդի չիպեր են բերում Հայաստան։ Դե գերհամակարգիչը պարոն Չիբուխչյան, որ սերնդի չիպերով պետք է ստեղծվի։ Կապ չունի, 10 տարի առաջ էլ գերհամակարգիչ կար, 15 տարի առաջ է գեր, այդ որ սերնդի գերհամակարգիչ է սկսենք այդտեղից կառուցվում։
Հասկանում եք, որովհետև ես խիստ կասկածում եմ, որ անգամ AH20 չիպերը, որը նախորդ սերունդն է, որը նոր Չինաստանին, նոր հնարավոր թույլտվություն տվեցին Չինաստանին վաճառելու, ինձ մոտ կան կասկածներ, որ անգամ H20-ն են թույլ տվել։ Դա կարող լինի, ասենք, չգիտեմ, պայմանականորեն H19-ը, եթե թվերով է գնում, ես չգիտեմ, կամ H18-ը պետք է հասկանալ այդ որ սերունդ։ Դրա համար այստեղ էլ պետք է մի քիչ ավելի հստակություն լինի, որտեղ տենց պրոպագանդայի համար հայտարարվում է, բայց չի ասվում է ինչ չիպեր են տալիս, ինչ որակա լինելու, ինչ գեմ համակարգիչ է, թե հասկանում եք, չէ՞։ Դա համար սա առանձին հարց է։ Հաջորդ հարցը հիշեցրեք բանի համար Trip-ի հետ կապված։ Trip-ի հետ կապված այդտեղ կարևորը Թուրքիայի դիրքորոշումը։ Դե Թուրքիան չի բացում սահմանը, ամերիկացիներն ու հայերը ինչ ուզեն անեն, այսինքն եթե Թուրքիայի սահմանը չի բացվում, Trip-ը աշխատում է միայն մաքսիմում կարան բացեն Ադրբեջան-Նախիջևան ճանապարհը, բայց դա Հայաստանի ոչ մի չի տալի մեծ հաշվով գլոբալ։ Իսկ մեր համար ինչն է կարևոր, տրանզիտ, իրանք ինչ են հայտարարում, չէ՞, խաղաղության խաչմերուկ։ Իհարկե, այսինքն հələ իրանք ինչ են երազում, որ Չինաստանից ապրանքը գնա Եվրոպաները, չէ՞, տենց մեծ Թուրքիայով, միջերկրական ծով, չէ՞։ Դա։ Հիմա եթե Թուրքիան չի բացում սահմանը, ինչ Trip-ի մասին է խոսքը։ Սկսենք այդտեղից։ Հիմա Թուրքիան հայտարարում է, մինչև Հայաստանն ու Ադրբեջանը չեն ստորագրում պայմանագիրը, մենք չենք բացում սահմանը։ Հիմա դուք արդեն մեր հետևորդները թողվելուց են, որքանով է Trip-ը արագ ընթանում, եւ մի քիչ առանձնացնենք էլի դեմագոգիկ հայտարարությունները հիմա Միացյալ Նահանգները զգուշորեն փորձում է Հայաստանում իր ազդեցությունը տարածի փորձում է զգուշորեն մտնել այսպես ամենակարևոր մասը վերցրել ճանապարհի եւ քանի որ ամենակարևոր մասը վերցրել է ճանապարհի ինքը չի շտապելու որովհետեւ բազմաթիվ հանգամանքներ կան որ դեռ պետքա ճշտվեն Ռուս-ուկրաինական պատերազմը ինչով կավարտվի, Պուտինի դերակատարումը ինչ կլինի այս պատմության մեջ, Հայաստանը ոնց է պահում իր ոնց է կողմնորոշվում։ Դուք ինքներդ տեսակ երեք Մհեր Գրիգորյանը նշանակվել է լայն համակարգողը այդ, այսինքն հայկական կողմից, ընդ որում ինքը Փաշինյանը գիտի, որ ինքը վատ բան է արել։ Ինքը գիտի, որ ինքը ըստ էության Ռուսաստանին է նշանակել, Մհեր Գրիգորյանին նշանակելով։ Ըստ էության Ռուսաստանի կոնտրոլի տակ է դրել հայ-ամերիկյան բանակցությունները։ Եվ ինքը դե շատ տարբեր մարդիկ կան, այդ մի հոգի չի, երկու հոգի չի։ Դե օրինակ Վահան Կոստանյանը, արտգործնախարար տեղակալը կոնկրետ ինչ-որ ուղղությամբ է զբաղվում, բայց լայն համակարգումը Մհեր Գրիգորյանն է։ Ինչ է նշանակում, եկեք իրար հետ թարգմանենք, ինչ է նշանակում լայն համակարգում, իսկ գլխավորը Մհեր Գրիգորյանն է։ Հիմա ակնհայտ է, չէ՞ բոլորին։ Ես երեք իմ եթերում էլ օրինակ բերեցի, իրենց падգամավորներն էին անգամ մեղադրում իրենց ղեկավարությանը, որ հայ-եվրոպական բանակցությունները առաջ չեն գնում, որտեղ զբաղվում է դրանով Մհեր Գրիգորյանը, որ ԵԱՏՄ-ի ներկայացուցիչն է Հայաստանի։ Հասկանում եք։ Այսինքն ասում էին եկեք երրորդ փոխվարչապետի պաշտոն ստեղծենք։ Բայց դա լինի, Բայց որը վստահություն կներշնչի կոպիտ ասած եվրոպացիները, որը առանձին եվրոպական հարցերով կզբաղվի, որտեղ Մհեր Գրիգորյանը տապալում է Սեպան տարիներ շարունակ։ Սեպան տապալած, գնացել նոր պայմանագիր են կնքում։ Հիմա վիզաներ են ուզում ազատակացնել, որտեղ այնտեղ բազմաթիվ պայմաններ կան, բազմաթիվ։ Ուղղակի իրանք Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն, որ եւ Եվրոպային ենք մենք պետք հիմա, եւ Միացյալ Նահանգներին ենք մենք պետք հիմա։ Եվ օգտվելով առիթից, որ իրանք մեզ, այսպես ասում են, լրիվ անտեր չեն բրախի, այս բառը օգտագործենք շորտակ, այսինքն անտեր չեն թողնի, ինչ որ էլի շարունակելու են, այսինքն առաջվա պես ոնց որ Սերժ Սարգսյանն էր անում։ Հիմա էլ Հայաստանի նշանակությունը ավելի է մեծացել, որտեղ ըստ էության, տեսեք, արևելք-արևմուտք ճանապարհային կոնտեքստում Հայաստանի հարավային Կովկասի դերը մեծացել է, ինչպես տեսնում եք, հա։ Եվ ամենակարճ ճանապարհն ու ամենաձեռնտուն ըստ էության ապագայի համար էլ դառնում է Trip-ը։ Դրա համար որտեղ մենք տեսանք հա նույն Եմենի հութիները ապացուցեցին, որ անգամ Սուեզը ուրեմն ապահով ճանապարհ չի ցանկացած բայի այնտեղ կարող է խնդիրներ առաջանալ։ Այնտեղ տարբեր բաներ կան, որոնք ապահով չեն։ Տարբեր վտանգներ կան այդ ծովային ճանապարհով, որտեղ ապահով չեն, ասենք հա։ Եվ ըստ էության Հայաստանը դառնում է եւ ավելի էժան այդ ընդհանուր, բայց հարցը նա որ պահանջարկը դրա այս պահին չկա։ Այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգները Չինաստանի հետ պատրաստվում է երկարատև հակամարտության եւ իրան ձեռնտու չէ որ չինական բյուջեն լցվի եվրոպացիների հաշվին։ Այս շատ կարևոր է հասկանալ։ Դրա համար արագի մասին ես չէի շտապի ասել, որ ամերիկացիները արագ ուզում են։ Կարող է Ադրբեջանին հանգստացնելու համար այդ կոնտեքստում Նախիջևանի հետ ճանապարհը փորձեն արագ բացել, որպեսզի Ադրբեջանին զրկեն պատճառից
Բայց մյուս կողմից էլ Ադրբեջանը չի ցանկանա այդպես հանգստանալ, որտեղ մենք ինչպես տեսնում ենք Թուրքիան եւ Ադրբեջանը շատ ավելի հեռակա պլաններ ունեն։ Իդեպ Ֆիդանի հայտարարությունը նշանակում է, որ իրենք դժգոհ են։ Տեսեք, գնում է Թուրքիային մեկուսացնելու ծրագիր։ Ոչ մեկ չի թողնելու, հատկապես երբ որ ինքը մտավ Սիրիա, ոչ մեկ չի թողնելու, որ դրանից ավել Թուրքիայի ազդեցությունը մեծանա։ Որտեղ Թուրքիան դառնում է լրջագույն վտանգ։ Ուրեմն Հունաստանի հետ կնքվել է պայմանագիր, ExxonMobil-ն ու Chevron-ը մտնում են Հունաստան, որտեղ երբ որ տեսակ Կիպրոսի հետ կապված համարյա պատերազմ էր սկսվում Թուրքիայի, Հունաստանի եւ Կիպրոսի միջեւ, Կոստոնարիսոկոսու համար 4 տարի առաջ, 5 տարի առաջ սրվեց իրավիճակը, հիշում եք, համարյա պատերազմական ռետորաբանություն էր։ Այնտեղ, չգիտեմ, մեկը մի գիշերվա մեջ էր մեկին հերցնելու, տենց արդեն այդպիսի ռետորաբանություն էր։ Եվ ամերիկացիները ասին հետեւյալը, նախ իրենց հաբը գազը, հեղուկ գազի հաբը որոշեցին սարքել Հունաստանը, այսինքն ամերիկյան գազը բերվի Հունաստան, եւ Հունաստանից ուրեմն ծրվի արդեն եվրոպական երկրներ, հեղուկ գազը։ Հատկապես որ եվրոպացիները հիմա պայմանավորվել են, որ 250 միլիարդի պետք է առնեն հեղուկ գազ, նաև մտնում է այդ մոդուլային ատոմակայանները եւ այլ այսպես շարունակ։ Գումարած Ուկրաինային, հիմա արդեն Հունաստանով ամերիկյան գազ են մատակարարելու Ուկրաինային, պատկերացրեք։ Եվ ամերիկյան ընկերությունները որոշել են 5 տարվա մեջ նոր հանքեր բացահայտել, այրեմա որոշակի արդեն տվյալներ կա, որ Հունաստանի ծովափնյա շրջաններում կան էլի գազային հանքեր եւ կոնսորցիումներ ա ստեղծվել, միտեղ կոնսորցիումը, միտեղ ուղակի ExxonMobil-ն ա, երկու Energean-ի եւ ուրեմն Energean-ի եւ Hellenic-ի հետ փորձում են ուրեմն Հունաստանում գազ ստանալ մինչեւ 2030 թվականը եւ գլխավոր նպատակ հայտարարվում է, որ ռուսական գազի 1 մոլեկուլ անգամ չպետք է մտնի Եվրոպա։ Այսինքն որոշված է, որ ապագայում էլ Ռուսաստանը չպետք է մատակարարի այլևս Եվրոպային էներգակիրներ եւ Միացյալ Նահանգներն ավերցնում է դերակատարումը, որպեսզի սկսի Եվրոպայում նորից անգամ այսպես հայտարարությունացի մեջ Միացյալ Նահանգները վերադառնում է Եվրոպա, սկսում նորից հորատել եւ հոնական ծովամտե Հոնիական ծովամտել եւ այսպես շարունակ բարձրագույն եւ այսպես շարունակ 5 տարի նախատեսվում է որ առաջին գազը պետք է ստացվի 2030 կամ թվականին կամ 30 թվականների սկզբին։ Սա ուղղված է եւ Թուրքիայի եւ Ռուսաստանի դեմ։ Եվ ավելին ասեմ ձեզ, այն TAP գազատարը որ կա, որից նաեւ Trans-Adriatic խողովակաշարը, որից Ադրբեջանն է օգտվում, Հունաստան, Ալբանիա, այսպես Իտալիա գազ մատակարարելու համար, այդ գազատարը կանամիանա TAP-ին եւ այստեղ արդեն Ադրբեջանը կորցնում է եւ նաեւ ուրեմն Ռուսաստանը, որքան հասկանում էլի այդ գազատարով էլա կարողանում, այսինքն շրջանցի, Թուրքիային դրա համար ասեցին, որ չի կարելի թաթիկին խփեցին, ասին չի կարելի այդքան Ռուսաստանից գազ նավթ գնել։ Այսինքն վերանում է նաեւ Ադրբեջանի, այսպես մենաշնորհ չասենք, Ադրբեջանի դիրքը Եվրոպայում, որտեղ հենց Ադրբեջանը իրան լավ չպայեց այդ խողովակաշարով ուրեմն նոր գազը մտնելու եւ չեն կարող Եվրոպային այլևս շանտաժել։ Ավելին ասեմ, Իսրայելն էլ է շահագրգռված, որտեղ այդ էներգիոնը, որ իրականացնում է ծրագիրը Հունաստանում, դա նաեւ իսրայելական հանքերի մեծ մասի տերն է։ Հասկանում եք, այսինքն այստեղ շատ հետաքրքիր քաղաքականություն է գնում, եւ պետք է օգտվենք սրանից։ Եվ ես խիստ կասկածում եմ, որ Ալիևը իրոք միայն սահմանադրությունն է իրան մտահոգում, ոչ սահմանադրությունը պատրվակ է եւ Ռուսաստանն էլ մի կողմից շահագրգռում է, որպեսզի կոնֆլիկտը ուրեմն գրգռվի, այսինքն չկա հանգի արցախյան կոնֆլիկտը եւ Ալիևն էլ շահագրգռված է, որ այն չկանգնի, որտեղ քանի դեռ ինքը ուժեղ է, քանի դեռ ինքը մեծ առավելություն ունի ռազմական առումով, ինչի պիտի իրանք կորցնեն։ Հիմա Տրամփն է, իրանք փորձում են զգուշ լինել Տրամփի հետ, բայց մենք ենք կորցնում ժամանակ։ Մենք ենք կորցնում ժամանակ։ Ես ասում եմ 18 թվականին Փաշինյանը հեղափոխությունից հայտարարել, որ ինքը վեկտոր է փոխում, գնում է դիմելու է Եվրոպական միություն, Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ այսպես շարունակ, չէր հարձակվելու Ալիևը, չէր կարող ուղղակի։ Հասկանաք, կամ Ալիևի հանդեպ շատ ավելի վատ հետևանքներ կլինեին։ Եվ այս իմաստով կփոխվեր իրավիճակը։ Մեծ հավանականությամբ, այսպես ասենք, լավ, որպես եթերներով չխոսանք, մեծ հավանականությամբ Ալիևը կհասկանար, որ գինը կարող է շատ ավելի ծանր լինի իր համար։ Հիմա նույնն էլ հիմա Հայաստանը չի անում, տեսեք, 30 տարի այդ նույն խաղերը տվեցին։ Հա, բայց տալիս էին այն ժամանակ, պարոն Չիբուխչյան, Արցախի համար։ Չէ, մեկնաբանությունը ո՞րն է, բացատրությունը ո՞րն է, ասում են Սերժ Սարգսյանը
գոնե նախկին նախագահների ժամանակ Արցախը պահելու համար, այո, իրենք ստիպված են եղել գնալ զիջումների Ռուսաստանի հետ հարաբերություններում, եթե զիջել են զուտ Արցախի համար են զիջել։ Հիմա չունենք Նիկոլ Փաշինյանի շահագրգռությունը որն է մնալ Ռուսաստանի հետ, այն դեպքում, որ Ռուսաստանը նախկին Ռուսաստանը չէ, ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում թուլացել է եւ մեծացել է Հայաստանի դերը այդ ճանապարհների առումով, տարածաշրջանային դիրքի առումով, պարոն Չիբուխչյան։ Բացարձակ սուտ է։ Երբեք իրանք Արցախի համար, երբեք իրանք Արցախ ամենասկզբից 90-ականներին դրա համար արվել, գուցե չեմ բացառում։ Հետագայում, երբ որ ԵԱԿ Մինսկի ընդ որում ասեմ, հետագայում Ռուսաստանն էր մինչև 2007-8 թվականը էլի բավականին ուժեղ չէր եւ այնտեղ ամերիկյան համանախագահ կար ֆրանսիական, նրանք ավելի լուրջ դերակատարներ էին, իրանք այն ժամանակ էլ կարող էին օգտվել այդ իրավիճակից, ել եմ ասում, հարցը հետեւյալն էր, որ 90-ականներին հատկապես Ռուսաստանը շատ թույլ էր եղել հարցը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը որ ուրախությունից սկսեց Ռուսաստանի տակ դնել Հայաստանը, երբ որ ամերիկան բուշիտ ոտոտիկներ էր ուղարկում, որ ռուսները սոված չսատկեն, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց ընտրեց Ռուսաստանը։ Այսինքն այստեղ բազմաթիվ հարցեր կան, որ պետքա փորել։ Իսկ հետագայում, այսպես ասենք, բնականաբար ամբողջ իրանց բիզնեսները, ամբողջ կապերը կամպրամատով սկսած, իսկ դուք Ռուսաստան մի աչքով եք նայում։ Դե սա երկիրը զեկույցը չեք հիշում, որ ներկայացվեց այն ռուսական անկախ հետազոտական կենտրոնի կողմից, որ չկա Հայաստանում ոլորտ, որտեղ ռուսական գործակալական ցանցը ներխուժած չլի, չկա Հայաստանում ոլորտ։ Ամենուր ներխուժած են կոմպրոմատներով, այդքան որ կագեբ մինչև հիմա շարունակում է ԱԱՑ-ն մարդ ուղարկել Ռուսաստան սովորելու։ Դուք գիտեք այնտեղ ուղակի սովորացնում ուղարկում են, ոչ այնտեղ վերբովկա են անում։ Հավաքագրում են։ Մինչև հիմա դուք այդ զինվորականներին, որ տարիներ շարունակ ուղարկում եք, տեսեք Հունաստան էին ուղարկում, ռուսները այնպես արեցին, որպեսզի չգնան Հունաստան։ 2005-ից կարծեմ դադարեցվեց այդ process-ը։ Եվ գնում էին միայն այդ իրանց այդ խուժան ակադեմիաները սովորելու, որտեղ լրիվ ուրիշ տրամաբանություն։ Հիմա տեսնում եք ռուսական զորքը ոնց է կրվում մսային գրողներով։ Իսկ Հայաստանը չունի այդքան մարդ, որպեսզի այդպես մսային գրողներ կազմակերպի։ Լրիվ ուրիշ մեզ հակառակը նատոյական տրամաբանություններ պետք։ Եվ Ռուսաստանը կանչում էր զինվորականներ, ձեր ինչ եք կարծում, այնտեղ սովորեցնում հետ էին ուղարկում, ոչ այնտեղ հավաքագրում էին։ Գիտեք ինչքան պատմություններ կա, որ խոսում են ինչ որ չգիտեմ։ Շատերը ասում են անգամ երեխեք ունեն այնտեղ Ռուսաստաններում, ասենք, այսպես շարունակ։ Տարբեր բաներ կա, տարբեր ձևեր կա, հավատացեք, ուրեմն հավաքագրման։ Բնականաբար գումարած որ տեսակ ինչ եղավ բիզնեսմեններին, ուրեմն խավոր սանիկական հարաբերություններ ինչ որ ռուսահայ բիզնեսմենների հետ, սաղ իրար հետ կապված, բոլոր իրար հետ խավոր սանիկական հարաբերություններ։ Այդ նույն Սամվել Կարապետյանին ինչ էին ասում են ինքը նայողն է, չէ՞, այդ հայկական բիզնեսմենների սաղ հետ այն ժամանակ, որ այս ամեն ինչը դեռ չկար, Սամվել Կարապետյանը Պուտինի այսպես ամենահավատարիմ բիզնեսմեններից է։ Դե չեք լսել այդ պատմությունը, որ կան տեղեկություններ, որ անգամ Ֆրանսիայում Կաբաևայի համար գնված տունը Սամվել Կարապետյանն է գնել եւ Սամվել Կարապետյանի անունով է։ Կաբաևայի համար, որը Պուտինի գիտեք, ոչ օրինական կինն է, ասում են այսպես կամ ուրեմն սիրուհին է, չգիտեք, երեխեք ունի ասում են։ Հիմա բոլորն են դա ասում։ Այսինքն տեսեք, ուրեմն բացի դրանից ապրանքների, ուրեմն եւ որpիսի դու կարողանաս Եվրոպա ապրանք արտահանես եւ այլպես շարունակ, Սերժ Սարգսյանը այդ ճանապարհը փակեց։ Դու պետքա չգնաս ԵԱՏՄ-ից Եվրոպա արտահանելը, զարգանալը, փակա ուղակի վերջ, դու թաղվում ես այդտեղ, որտեղ այնքան բարձր է հարկերը։ Լավ Եվրոպան մի որոշ ժամանակ տվեց ինչ որ արտոնություններ եւ այլպես շարունակ արտահանելու, բայց միևնույնն է, դա ձեռնտու չի։ Դա ձեռնտու չի, դու պետքա բարձրացնես քո ապրանքի մակարդակը, իսկ իրանք չեն ուզում գումար դնեն, իրանք հեշտ ինչ ուզում ինչ որակի ուզում արտադրում են, տանում են լցնում են Ռուսաստանները, 2 կոպեկի կաշառք են տալի ճամփեքին, հանգիստ իրանք համակարգը մշակած է, հասկանում եք, իրանք այդքան ինտելեկտ չունեն։ Հատուկ էլիտա է ստեղծվել տարիներ շարունակ, որպեսզի համապատասխան ինտելեկտի մակարդակ ունենա կամ համապատասխան ինտելեկտի մակարդակ չունենա։ Բաժակը լիքը ու բաժակի դատարկի տարբերությունը արդեն ուզում ա դուք ինքներդ եք տեսնում, մի հատ նայեք մեր բիզնես էլիտային։ Մի հատ ասենք նայեք մեր բիզնես էլիտային, ասենք ու չգիտեմ, նայեք ասենք ամերիկյան էլիտային, ասենք Քուկին, Ցուկերբերգին, չգիտեմ։ Մի հատ դեմքներին նայեք ու կրթվածության մակարդակը նայեք։ Ուղղակի Բեզոսին, մի հատ համեմատեք էլի։ Մի հատ տեսեք ովքեր են Ամերիկայում, ինչ սիոներ են, ինչ դեմքեր են, ասենք, ինչ, չգիտեմ, ասենք, ընդ որում ասենք ահռելի կարողություններով ու ահռելի խելքով ու ահռելի, ասենք, ինտելեկտով, ասենք, ժողովուրդ են հավաքված եւ այլն։
Իսկ Հայաստանը մի հատ նայեք ովքեր են բիզնեսի տերեր, ովքեր են ինչ են անում։ Դուք ուզում եք ասեք, որ իրանք պետքա հասկանան այն կարողությունը հանուն Հայաստանի մտածեն, չէ, մենք պետքա այսպիսի որակի ապրանք արտադրենք, գտնենք ճանապարհ, գնանք Եվրոպաներում գովազդի համար փող ծախսենք, փող ներդնենք, ասենք, եւ ասում ես պետքա այս ռիսկի դիմեմ, հենա լցնում եմ Ռուսաստան, դա թքած Հայաստանի հետ ինչ կանի։ Վատալիկը թռնեմ Դուբայի կապրեմ։ Մոտավորապես իմ պատկերացմամբ դա իմ պատկերացումն է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Իսկ քաղաքական էլիտայի պատկերացումները որոնք են եւ հարց առաջացավ պարոն Չիբուխչյան ձեր ասացից նշանակում է Ռուսաստանը փոքրիկ Հայաստանում բոլորի վրա ունի կոմպրոմատներ եւ մենք այլընտրանք փնտրող ժողովուրդը ուղակի չի կարողանա գտնել Հայաստանի շահերից բխող իսկապես այլընտրանք, որի վրա Ռուսաստանը չի ունենա այդ կոմպրոմատ կոչվածը։ Այլընտրանք ունենալու համար պետք է Հայաստանում արևմուտքը ներկայացված լինի, լուրջ ներկայացված լինի։ Այսինքն հերոստանգերություն պետք է լինի արևմտյան։ Մինչև հիմա 8 տարի է Փաշինյանը հավասարակ լավ, ասենք տեսականորեն, եկեք բարձ բան եմ ձեզ ասում։ Այն որ ասում են Փաշինյանը գնում է, ոչ Փաշինյան չի գնում ավրում։ Ես գտել եմ իդեալական ֆորմուլան։ Եատամիստներն ու գուբերնիստները։ Եատամիստն Փաշինյան ենք, գուբերնիստներ են, ասենք Քոչարյան ենք, կոպիտ ասած, եթե բաժանում ենք։ Նրանք ուզում են Կադիրովի պես երկիրը ղեկավարեն, սրանք ուզում են մնալ եատամայում, օգտվել այդ բոլոր բարիքներից, պահպանել իրենց դիրքերը, երկիրը բաժանած գծածագրպանները, իրանք այդ վիճակը իրենց ձեռը տալի։ Իրանք չեն ուզում նրան արևմուտք, որտեղ արևմուտքում
Երբ որ գնացին արևմուտք, օրինակ Walmart-ը որ եկավ մտավ Հայաստան, լրիվ սաման խնդրեմ կունենա։ Որտեղ տարիներ շարունակ եւ միջև հիմա ինք շարունակում է արտոնյալ ձևով իր սիթիները զարգացնել։ Արտոնյալ ձև, ամերիկա սուպերմարկետը կողքից ավելացել։ Բայց մեկը ասենք մնում է սիթիների ցանցը կոպիտ ասեմ, հա։ Ասենք չգիտեմ, այդ անձեռում էլի ինչ որ էլի շաքարավազ էլի ինքն է հիմնականում բերում։ Ինչն է փոխվել, ոչ մի բան։ Ամերիկա սուպերմարկետը ավելացել ժամանակ էլ կար։ Ավելի հայտնվում էր կորում էր։ Հիմա եթե եկավ Walmart-ը կամ իսկական Carrefour-ը, այդ իսկական Carrefour-ը չէ, դա արաբական Carrefour-ն, դա ֆրանսիական Carrefour-ը չի։ Ֆրանսիական Carrefour-ը, տեսեք, ինքը իր նավերով ապրանքը բերում է, իր ձևով որոշ բաներ հենց ինքն են հենց այդ կոնցեռնը արտադրում, հա, որպեսզի իր գնային քաղաքականությունը սահմանի։ Մտա ես հայկական Carrefour կեսը լրիվ սամոյի բերած ապրանքներ կներեք արտահայտությանս համար։ Դե ժողովուրդը տենց ասում, ես տենց եմ ասում, ոտվածներում։ Հիմա ամեն դեպքում քաղաքական էլիտային անդրադառնա։ Տեսեք, հիմա տեսեք, դրա համար եմ ասում, քանի դեռ տարական բաներից սկսած արևմտյան սկսենք դրանից Վրաստանում երբ որ եղավ հեղափոխություն անգամ 1-2 հեռուստաընկերություն այնտեղ արտասահմանից եկավ ներդրումներ արեցին հեռուստաընկերություններ դրա համար այսօր այդ հասարակությունը այդ երիտասարդությունը որ տանջվում է պայքարում է թեկուս հիմա ոչ այդքան արդյունավետ բայց տանջվում է պայքարում է դուրս են գալի ազատատենչություն կամ էջները եւ հասկանում են ինչա Եվրոպան հասկանում են ինչա ոչ թե ուղակի ասում են գնանք այնտեղ օրինակ այն ժամանակ որ Սաակաշվիլին հեղափոխություն արեց ասում են գնանք տնենք այնտեղ ինչ կտան մեզ հենց այդպես էլ եղել է իրականում նույնը հիմա Հայաստանում է որ մեկ այն մարդիկ ովքեր Եվրոպա են ուզում իրանցից շատերը չեն հասկանում ինչա Եվրոպան Եվրոպայի արժեքները հա իրանք չեն պատկերացում չունեն անգամ իրենք ասում են հիմա գնանք այնտեղ տենանք այնտեղ ինչ կլինի այդ տրամաբանությամբ խորը հիասթափություն է լինելու ասեմ ձեզ դու չես հասկանում ինչա Եվրոպան եւ պատրաստ չես այդ տրամաբանությամբ ապրել ու շարժվել խորը հիասթափություն է սպասում կամ արևմուտք կամ միացյալ նահանգներ սա գիտեն այստեղ մեղեր ասել դա ամեն ինչը հաջողությունը հիմնված է աշխատանքի ծանր այստեղ ասում են hard work-ի վրա, ծանր աշխատանքի վրա։ Այսինքն, բայց երբ որ մարդը համապատասխան վարձատրվում է, իր համար այդ աշխատանքը այդքան ծանր չի թվում։ Հակառակը ինքը մեթոդա մանգալի, էլ ավելի ծանր աշխատի, որ մի քիչ ավելի շատ վաստակի, հա? Կոպիտ ասած, տրամաբանությունը սենց է։ Հիմա պետք է հասկանալ հետևյալ տրամաբանությունը։ Այո, Ռուսաստանը ներխուժած է Հայաստանը։ Բոլոր բջիջներում մտած է։ Բայց Հայաստանում արևմուտք չկա։ Ասենք թե Փաշինյանը եզրափակելով ինքը Տես բողոքում էին 2-3 տարի ռուսական մամուլից են բողոքում։ Արևմուտքը դեռ 2008 թվականից ես այս տեղեկություն ունեմ, իդեպ չեմ մանրամասնի որտեղից, այն ժամանակ Sky News կոչվածը 2008 թվականին ուզում էր Հայաստանում հեռուստաընկերություն գնել։ 2008 թվականին։ Մինչև հիմա չկա արևմտյան մեդիա, տեսեք, Sputnik Armenia, բազմաթիվ մեդիաներ, որոնք ֆինանսավորվում են Ռուսաստանից կամ ռուսական հետք ունեն։ Մի հատ նայեք Հայաստան, ինչա կատարվում։ TV-ները Ղեկավարների մեծ մասը ռուսական սիմպաթիզանտներ են, ինչպես տեսնում եք, մարդիկ կան հենց Ռուսաստանից բիզնեսմեններ են, օրինակ Armenia TV, ճիշտ է։ Իրենք ռուսական սեփական, իրենց հայ չեմ համարում, իրենք Ռուսաստանի քաղաքացիներ են եւ խոշոր բիզնեսմեններ են ռուսական։ Հիմա ցույց տվեք գոնե մեկ բիզնես, որ ասենք օրինակ ամերիկացի է ու Հայաստանում հեռուստաընկերություն ունի կամ խոշոր կայք ունի։ Իսկ այն որ ֆինանսավորում էին, ասեք մի երկու հատ կայք կար, ռադիոկայան կար եւ այլն։ Դրանք սկսեցին վերցնել ամերիկացիներից փողերը ծառայել Ռուսաստանին։ Այսինքն հասկանում եք 8 տարվա մեջ Փաշինյանը որտեղ ամենագլխավոր բանը սովետական միության ժողովրդին առաջինը, հա, կներեք, հետ խորհրդային ժողովրդին առաջի բանը որ պետք է անել, պետք է ռոպագանդան գլխներից անել, որտեղ ինչ որ ռուսները ինչի միակ բանով են իրանք փայլուն դա ռոպագանդան է։ Մնաց ոչ իրենք չի կարող հեռախոս արտադրեն, չեն կարող ռոբոտ արտադրեն, տեսակ ռոբոտը ինչ եղավ բեմի վրա։ Չեն կարող ոչ մի բան անեն։ Իրենք կարան մենակ ուղեղի մեջ, այսինքն ունիտազից միացնել ուղիղ խողովակաշար գլխիդ վրա ու լցնեն այդ համապատասխան զանգվածը շագանակագույն։ Լցնեն ու հետո մարդը այդ աչքերի գույներ փոխում է շագանակագույն ու այսպես գնում է ու սկսում է Պուտին բալետ անել։ Միակ բանը, որ պետք է սկսել դրանից, եթե դու ազնիվ ուզում ես հավասարակ շրջես, դու պետք է բերիր արևմուտքին առաջարկիր, ասել եկեք ստեղ լրատվամիջոց դրեք։ Դուք հիշում եք, որ Եվրանեստի ժողովուրդը որ եկավ, հետ էր ասում էր, մեզ պետք է անկախ մեդիա Հայաստանում։ 8 տարի անց ինքը ասում է Հայաստանում անկախ մեդիա չկա իրականում։ Ինչի մասին եք մենք խոսում։ Դուք ուզում եք ասեք, որ Հայաստանում ռեալ ինչ որ էլիտա լինի կամ քաղաքական ուժ լինի, որը չկա։ Դուք մի հատ ես նայում եմ Հայաստանում անգամ երիտասարդներին, իրանք չգիտեն ինչա արևմուտքը, չեն իրանք
հելենական մշակույթի կրող են արևմտյան քաղաքակրթության ժողովուրդը, հայ ժողովուրդը ի սկզբանե, բայց իրանք ոչ մեկի իրանք ասիական մտածելակերպով են, մեծ մասը ու չեն հասկանում, իրանք ասիական մտածելակերպ ունեն, մահմեդական տարերով։ Չեն հասկանում, որ դա տարիներ դարեր շարունակ մեր մեջ լցվել է, մեր ուղեղների մեջ դրվել է, որ մենք քաղաքակիրթ չլինենք։ Բայց մեր մեջի այդ մենք քանի որ հենց արևմուտքի քաղաքակրթության այնքան ուժեղ է դա, որ մեզ չի հաջողվել այսքան դարերի ընթացքում, չի հաջողվել ասիականացնել լրիվ։ Տեսնում եք, մենք տարբերվում ենք, եւ Իրանից ենք տարբերվում, եւ Ադրբեջանից ենք տարբերվում, մեր հարևաններն չէ կողքի կպած, բայց մենք մեր տեսակով տարբերվում ենք։ Ուզում եմ վերադառնանք մեր առաջին հարցին, պարոն Չիբուխչյան, չիպերի հետ կապված։ Եթե այդ որոշումը քարոզչական նպատակով օգտագործում է շատ հաջողությամբ իշխանությունը, ինձ հետաքրքիր է որն է ԱՄՆ դեսպանատան շահը, եթե այդտեղ կոնկրետություն չկա, եթե մենք չգիտենք ինչ չիպերի մասին է խոսքը, որքանով է լուրջ այդ նախագիծը, որքանով նշանակալից Հայաստանի համար հարց է առաջանում։ Այդ դեպքում որն է ԱՄՆ դեսպանատան շահը ջուր լցնելու, այսպես ասած, իշխանության քարոզչական այդ ջրաղացին մեկ, եւ երկրորդը տարածաշրջանային այց կատարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Երևան, այնուհետև Բաքու։ Նա ինչու էր եկել, ինչ կարող եք ասել այս երկու թեմայի հետ կապված։ Տեսեք, նախ սկսենք նրանից, որ մի քիչ սխալ է ձևակերպել, որ ամերիկյան դեսպանատունը ջուր է լցնում կամ ամերիկան ջուր է լցնում իշխանության դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, ասում է շատ կարևոր առաջընթաց է սա ամերիկյան առևտրային եւ ներդրումային հարաբերություններում։ Ցանկացած ներդրում այդպես են ասում, իրանք մի հատ նայեք բոլոր ներդրումներին, հետո Ամուլսարի հետ կապված էլ ասեցին, հետո Ամուլսարից հետո սկսեցին հիասթափություն հայտնել, դեսպանները 50 անգամ գնացին Ամուլսար, ցույց տալով, որ սա պետք է աշխատի, ասենք հիշում եք, բոլոր ամերիկյան դեսպանները գնացել են Ամուլսար, բոլոր ովքեր եղել են Հայաստանում, բոլորը այցելել են Ամուլսար, հա, այսինքն տեսեք, իրենք հասկանում, իրենք չեն ուզում կոնֆլիկտի մեջ մտնել Հայաստան։ Հիմա տեսեք, Թրամփին ինչ ասի, Հայաստանի իշխանությունները չգնացին Վաշինգտոն, տարան թուրքերն ու ադրբեջանցիները։ Ես այդ մասին շատ անդրադարձել եմ, չկրկնեմ, կարծում ձեր մեր եթերում էլ եք ասել, այո։ Բայց Թրամփը փոխեց ամեն ինչ, ֆռացրեց իր օգտին։ Ֆռացրեց իր օգտին։ Այսինքն այդ ժամանակ թուրք-ամերիկյան ծրագիր էր, Ուիտկոֆը գնաց, պայմանավորվեց Ալիևի հետ, ինչ որ արաբական երկրներ խառնվեցին, Թուրքիային համոզեցին, Թուրքիան կանչեց Էրդողանը կանչեց Փաշինյանին ու հետո մեկ էլ օգոստոսի 8-ը եղավ։ Տեսեք, ընդ որում այն ժամանակ անգամ արտահոսքեր կային, որ ինչ որ թուրքական ընկերություն պետք է գա եւ այլն։ Տրամփը ամեն ինչը ջնջեց, որտեղ հասկանալի է, ոչ մեկ չի ուզում որ Թուրքիան, հատկապես Իսրայելը հիմա, այդքան որ հակաիսրայելական արշավ է գնում, դա իրականում ռուսների կողմից ուղղորդված է հիմա, որովհետեւ իրենք հասկանում են, որ փոխվում է աշխարհքաղաքական պատկերը, Իսրայելը դառնում է Թուրքիայի գլխավոր հակառակորդը, Ադրբեջանը այլևս կամած Իսրայելում են սկսում գիտակցել, որ Ադրբեջանը այլևս այդ չի լինելու, որովհետև Թուրքիայի հակամարտության պայմաններում իրանք չեն կարող Ադրբեջանին 100%-ով վստահել, որովհետև իրանք հիմա արդեն առաջիկա 10, 15, 20 տարվա ռազմավարության մեջ դրել են, որ իրենց գլխավոր թշնամին դա Թուրքիան է։ Հիմա այս իրավիճակում Ամերիկան ինչ է անում։ Ամերիկային պետք է Հայաստանը։ Իրանք իրենց շահ ունեն, իրանք Հայաստանից պոկերու վրա են։ Հասկանում եք, այսինքն կամաց մի ձեռնարկություն, երկու ձեռնարկություն, մի բան փոկենք դնենք, մի բան փոկենք գանք, որտեղ իրանք շատ լավ հասկանում են, որ այսօրվա իրավիճակում, այսինքն տեսեք, ռուսների ձեռքերը կապված է։ Ռուսները դավաճանեցին Հայաստանին եւ Հայաստանում դա հասկացան։ Բայց խնդրեմը հետեւյալն է, որ դավաճանությունից հետո համապատասխան կառավարությունը համապատասխան որոշումներ կայացնել։ Բայց մենք տեսնում ենք, թե կոմպրոմատ ունեն, չգիտեմ, այս իշխանությունների վրա, թե նախկինների վրա կոմպրոմատ ունեն, այս իշխանությունների նախկինները չեն թողում, որպեսզի ինչ որ կտրուկ քայլեր անեն կամ բան եւ այլ այսպես շարունակ, բայց մենք տեսնում ենք, որ հիատաման զարգանում է եւ Հայաստանը շարունակում է խորը կախվածության մեջ լինել Ռուսաստանից։ Քանի դեռ հիատաման կա, քանի դեռ Հայաստանը առևտուրը մեծացնում է, հիմա երկար գիծը որ բացվի, ել ավելի կախվածության մեջ կընկնենք, բնականաբար, պարզա չէ։ Դրա համար ռուսները առանձնապես դες մի երկու բան կարան թողեն, ինչպես եւ առաջ են թողել։ Ինչպես եւ առաջ են թողել, չեն մտել կոնֆլիկտի մեջ, ասել դա դե մի երկու բաներ էական չի, մեկը սա Հայաստանը մեջն է։ Մի հատ նայեք հանքերի մակարդակը, մի հատ նայեք էլեկտրոէներգիայի մակարդակը։ Հիմա օրինակ լուրջ քայլ կլինի, կողջունեմ, եթե օրինակ հիմա էլեկտրական ցանցերը տան ամերիկյան ընկերության եւ զուգահեռաբար պայմանագիր կգեն մոդուլային ատոմակայանների հետ կապված։ Այ դա արդեն կսկսի նշмарվել, դա լուրջ քայլ է դիվերսիֆիկացիա։ Իսկ լիցենզիայի ձեռքերը լուրջ քայլ չէ, պարոն Չիբուխչյան։
Դուք եկաք, ես պատրաստում եմ այդ հարցը տալ։ Ում օգտին։ Մենք գիտենք էլ այդ մասին։ Դե ինքն Հիմա զրկեցին, է լիցենզիայի զրկվեցից։ Ոչ, որտեղ լիցենզիայից որ զրկում ես, տեսեք, հիմա տեսականորեն պետությունը չի կարող դա ղեկավարել էֆեկտիվորեն։ Միանշանակ եմ ասում, որովհետև մենք հիշում ենք այն էլեկտրիկների պատմությունը, որ պետության հələ վաճառված չէր հեծը այն ժամանակ։ Տեսեք, ընկերությունը ինքը ունի շահ, ինքը կարա շատ էֆեկտիվ կազմակերպի աշխատանքը։ Մասնավորը շահ ունի, մասնավորը ինքը պետք է գնա ամեն կոպեկը, որ չգողացվի, հա։ Իսկ պետական ընկերությունը սովետի ժամանակը ճիշտ է քանդվեց սովետը։ Մի պատճառներից մեկը այն էր, որ պետությունը փող էր տալի, բոլոր շերտերը սկսում էին գողանալ։ Պետական փողա, ձրի փողա։ Իսկ երբ որ դու ընկերությունում ես աշխատում, այդ ընկերությունը ամեն իր կոպեկի համար պատասխանատու է։ Պետությունն էլ պատասխանատու է այդ ընկերությանը վերահսկելու համար, հա, որ ինքը շատ հարկեր վճարի։ Ինքն էլ պետությունից չգողանա։ Եվ բնականաբար այստեղ շատ կարևոր է։ Հիմա տեսեք, մի քանի 100 միլիոն պարտք ունի։ Մի քանի 100 միլիոն պարտք ունի հեծը։ Սամվել Կարապետյանը փաստորեն ստացվում ոչ մի կոպեկ չի ծախսել։ Բռնել այն ժամանակ հեծը վերցրել է, առել է, հետո գրավադրել, իր փողը հանել է, նախ իր փողը վերցրել է։ Հասկանում եք, հետո էլ, այսինքն վերջի վարիանտը որ մտածել է, եթե չկարողանեմ աշխատանքը, բանկրապտսի կանեմ, իմ փողը ես վերցրել եմ։ Հասկանում եք։ Իր փողը վերցրել է ինքը։ Հիմա համ հեծի համար է ուզում, տեսեք ինչ օգուտ է անում Սամվել Կարապետյանը։ Համ իր փողը ինքը արդեն այդ վարկային կազմակերպություններից վերցրել է, մի քանի 100 միլիոն։ Համ հիմա պետության վրա է ուզում 500 միլիոնով ծախի։ Իսկ պետությունը որ առավ 500 միլիոնով տեսականորեն հիմա պետությունը ինչ որ 360-ա գնահատե, ասենք թե չեն համաձայնվելու, բայց լավ ասենք թե 360-ով առավ, մի այդքան էլ պարտք է մնում միջազգային կազմակերպություններին։ 700 միլիոն դոլարը ում վրա է մնալու։ Ում վրա է մնալու։ Ժողովրդի ճիշտ է։ Հիմա ոնց է վաճառելու պետությունը, ում է վաճառելու պետությունը։ Տեսեք, այստեղ նյուանս կա։ Ոչ մի լուրջ ընկերություն չի գա այդքան բեռ իր վրա չի վերցնի հաշվի առնելով այն վիճակը, որ կա ու այն ներդրումների անհրաժեշտությունը, որ կա, որպեսզի պետք է սա փոխվի։ Պետք է սա փոխվի, որտեղ Սամվել Կարապետյանը վստահ եմ, ինքը չի կոտորել իրան արդիականացնելու Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Ցանկացած լուրջ ընկերություն հիմա որ կա, իր արժեվ պետք է պահանջի, պետք է արդիականացի, որտեղ ամերիկյան ընկերությունները կգան այդ վիճակով այստեղ, տեսեք, այստեղ հենց այդ է, դրա համար եմ ասում, սա միայն կարող է լինել քաղաքական որոշում, այսինքն Փաշինյանը գնա ամերիկյան ընկերությունների համար, ասենք լուրջ ընկերությունների համար, դա շատ մեծ գումարներ չի, ահռելի գումարներ չի, այսինքն պետք է գնալ խոսալ ամերիկացիների հետ, ասել խնդրում եմ եկեք, վերցրեք ձեր ձեռքը, կամ եվրոպացիների հետ, ասենք մենք ամեն ձև կաջակցենք, որտեղ շատ մեծ գումար է, ասենք թե մենք այդ պարտքը դուք պիտի փակվեք, հա, եկեք, չգիտեմ, մենք պետությունը առել ենք, ասենք թե 360 միլիոնով, մենք այնտեղ մի 360 միլիոն, կոպիտ եմ ասում, ես այդ մանր թվերը չգիտեմ, այսինքն հստակ թվերը չգիտեմ, այսինքն պետությունը առնում է, ասենք ասում է ես քեզ կտամ 250 միլիոնով, ես 100 միլիոն կտուժեմ, բայց այդ պարտքերը մեկը քո վրա է մնալու, մեկը պետք է արդիականացնես, որտեղ արբիտրաժի տակ է այս անտերը, ասենք ոչ մեկ չի վերցնի հիմա, խնդրում եմ եկեք վերցրեք եւ կատարելագործեք պետությունն էլ ինչ որ հարկային թե բաներ կտա, արտոնություններ կտա առաջին շրջանում, չգիտեմ ինչ, այսինքն սա կարա լինի միայն քաղաքական որոշում, որ դու գնաս խնդրես ամերիկացին, ասես արի տեր կանգնի, մեկին ասա թող գա վերցնենք Դոնալդ Թրամփին դիմես, ասես ընկերություններից մի քանիսին ասա թող գան նային, հասկանանք որ մեկը կարա ասենք Դոնալդ Թրամփը կարա իր գիգանտ ընկերություններից մեկին ասա գնա տես, ասենք օրինակի համար չգիտեմ տասնյակ միլիարդավոր դոլարներով բյուջեով, ասել գնա մի հատ տես այդտեղ կարող ես մեզ քաղաքական նպատակով պետք է այդ Հայաստանը, հա, կոպիտ ասած։ Դա համար եմ ասում, այդքան, այսինքն պետք է նախ հասկանալ, հիմա նախ 2 ամիս, իդեպ, եթե չեմ սխալվում, 2 ամիս իրենք կարող են վաճառել։ Հիմա Պուտինը այս վիճակը ես ինչ վիճակ չի, օրինակ առաջ որ ինչ որ մի ռուսական բիզնեսմեն այսպես լավ թափողներ, արագ կառներ այդ, հա։ Հիմա առաջիկա 2 ամսվա ընթացքում հեծը պետքա վաճառի։ Հիմա ես ենթադրում եմ, որ կարող է եւ ես չեմ բացառում, որ հիմա մի ռուսները արագ կկազմակերպեն դա կառնեն։ Նա սեքս սպասենք տնենք 2 ամսվա մեջ Սամվել Կարապետյանը կարող է դա վաճառի, թե չի կարողանում դա վաճառի, եւ ում է դա կարող վաճառի։ Ես սկսենք նրանից, որ մի բան էլ մի մոռացեք, որ եթե Պուտինը հրահանգ տա Սամվել Կարապետյանին, դա շատ էժան վաճառել ինչ որ մի հատ, չգիտեմ, օրինակ, Գոդնի Սանովին օրինակի համար, որը թուրք ադրբեջանցի օլիգարխ է, որը շատ մեծ կարողություններ ունի, եւ կարող է նա վաճառի։ Եվ այստեղ հարցը Հայաստանի իշխանությունները պետք է կարողանան ինչ որ մի ձև այդ գործարքները կանխել։
Եթե հանկարծ ասենք եւ դրա համար պետք է նախ հասկանալ իրանք ում են վաճառում, կարող են վաճառեն, չեն կարող վաճառեն, կարող է Պուտինը ստիպի էժան վերցնի այդ հեծը, տա մեկ ուրիշ բիզնեսմենի։ Հələ սպասենք 2 ամիս անց։ Այստեղ էս է շատ հետաքրքիր պատմություն է ու պետք է հասկանալ ոնց է ավարտվում։ Այդ 700 միլիոնա, 800 միլիոնա ում վրա է մնում։ Հայաստանցիների վրա է մնում։ Դուք եք ձեր հարկերից փակվելու այդ փողը։ Որտեվ հիշում եք Փաշինյանը մի բան անգամ ասում էր, որ եկեք դարձեք սեփականատեր, ժողովուրդը թող դառնա բաժնետեր, հա, պարտատոմսեր թողենք հեցի թող առնի, այսպես դուք եք վճարելու դրա համար, թե այդուամենայնիվ կկարողանան վաճառել։ Եվ մի որոշ ժամանակ հետո արդեն խոսում էր, որ երկու տարբերակ կա, տարբերակներից մեկը հենց այդ վաճառքն է տանը։ Սպասենք, տեսնենք, հասկանանք, որովհետև նորից եմ ասում, Մեհեր Գրիգորյանին նշանակելը սա նույն, այսինքն ինձ համար զարհուրելի էր ուղղակի, որտեղ այսքան խոսակցություններից հետո, այսքան ուրեմն Մեհեր Գրիգորյանը, որը ուղիղ նախկինների հետ կապվում է իր անունը բազմիցս, հա, Ռուսաստանի հետ շատ ընդունելի մարդ է Ռուսաստանի համար, բոլորը դա գիտեն։ Դու դնում ես Մեհեր Գրիգորյանին, ուրեմն նշանակում է դու ուղղակի, այսինքն ռուսական ականջ ես բերում դնում սեղանի շուրջ հայ-ամերիկյան բանակցություններում, ասենք եւ այլն։ Եվ նաեւ ռուսական բերան ես բերում դնում այնտեղ, որը կսկսի տակից ռուսական պահանջներ առաջ տանել։ Դրա համար եմ ասում, պետք է սպասել հասկանալ։ Հիմա եկեք տեղափոխվենք Ղազախստան, պարոն Չիբուխչյան, ես ընթերցում եմ վերջին նորությունները, ինչպես արդեն գիտեք, Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում է, Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ Ղազախստանը կարող է նոր առևտրային ուղի բացել Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, եւ այստեղ եւս մեկ հետաքրքիր տեղեկություն, Ղազախստանի մայրաքաղաքում Մեսրոպ Մաշտոցի անվամբ փողոց է բացվել, ինչ կարող եք ասել հայ-ղազախական հարաբերությունների մասով եւ այս հայտարարությունը նախագահի, որ Ղազախստանը կարող է նոր առևտրային ուղի բացել Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, սա ինչպես հասկանանք։ Ղազախստանը ոչ մի բան չի կարող անել, եթե Թուրքիան սահմանը չբացի։ Այս ամբողջ, այո, Ղազախստանը եւ Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին պետք է, որպեսզի իրանք վատ վիճակում են, եթե ասեմ իրանք աշխարհքաղաքական դիրքը ամենավատն է։ Իրանք գտնվում են Ռուսաստանի եւ Չինաստանի արանքում, այնտեղ տակը էլ Աֆղանստան, էլ ինչ Զիբիլ ասես կա, հասկանում եք, այն որ էլ ինչ Թալիբ, Մալիբ, ասեք, ով ասես այնտեղ կա։ Դրա համար իրականում այնտեղ բավականին բարդ է վիճակը իրանց համար։ Իրանց պետք է օդի ջրի պես նոր ճանապարհներ, բայց ինչ է Ղազախստանը արտահանում, ժողովուրդ, ինչ որ մեկը գիտի։ Ղազախստանը այդ ինչ պետք է արտահանի։ Ղազախստանը պետք է գա Չինաստանից, բոլոր, այսինքն, չգիտեմ, ինչ չինական տրանզիտի վրա են նստած, ոչ, եթե դուք նայեք եվրոպացիների եւ ամերիկացիների հայտարարությունները, ոչ մեկ չի խոսում է Չինաստանից այդ ճանապարհը օգտագործել Չինաստանից ապրանք բերելու համար։ Բոլորը խոսում են Կենտրոնական Ասիայից։ Կենտրոնական Ասիայից։ Դա շատ կարևոր է, այսինքն սա այս ճանապարհը նրա համար են ուզում ամերիկացիները, որովհետեւ Կենտրոնական Ասիայից, ասենք, չգիտեմ, Ֆրանսիան ուրանն է ստանում, օրինակ, լավ, Ղազախստանից ուրանը գա այդ ճանապարհով անցնի, ինչ որ բաներ, չգիտեմ, ղազախական էներգակիրները, ասենք, չգիտեմ, փորձեն Ռուսաստանը շրջանցելով այս ճանապարհով բերեն անցկացնեն։ Okay, բայց դա էլ տասնյակ տարիների հարց է, մինչև այդ գազամուղերը կառուցում, նավթամուղերը կառուցում, չգիտեմ, ինչա որտեղով է կառուցում։ Այդ բոլորը 10, 15, 20 տարվա հարց է, մինչև այդ հարցերը լուծվեն։ Դա մի օրվա երկու օրվա բան չի, բայց գլխավորը ես ասեմ ձեզ, տեսեք, ղազախները իրանք թուրքալեզու ժողովուրդ են։ Իրանք ադրբեջանցիներին համարել են եղբայր, միշտ որտեղ համարել են հարազատ ազգ։ Իրանք տարբերվում են, իրանք չեն ուզում Թուրքիայի ազդեցության տակ ընկնել, իրանք շատ հետաքրքիր ժողովուրդ են, ասենք, իրանք ավելի շատ իրանք մոտ են ռուսների հետ օրինակի համար, հա, մի մասը չգիտեմ չինացիների հետ, ասենք, բայց հիմնականում իրանք ռուսացվել են այսքան տարիների ընթացքում, իրանք ռուսացվել են, իրանք մոտ շատերի մոտ երկրորդ լեզուն, ասենք, ռուսերենն է եւ այսպես շարունակ։ Իրանք տարբերվում են Թուրքիայից։ Իրանք համարում են, որ իրանք ավելի մաքուր, չգիտեմ, թյուրքական ազգ են, քան թուրքերը օրինակի համար, այսինքն, բայց իրանք միշտ երկրպագեր են Ադրբեջանին, որտեղ իրանք մեկը համարում են իրենց հարազատ Ադրբեջանին։ Միակ տարբերությունը այն է, որ իրանք այդ առումով ավելի հանգիստ են հայերի հանդեպ հարաբերությունը։ Ղազախստանում հայկական համայնք կա, իրենց միշտ նորմալ են զգացել Ղազախստանում, չգիտեմ, բիզնեսներ են անում եւ այլն, չեմ ասում շատ լավ, որտեղ այդուամենայնիվ ես չեմ ուզում, ես շփումներ ունեցել եմ ղազախների հետ, ասեմ թե շատ սպეციფიկ ժողովուրդ են, շատ սպეციფიկ եւ որ ասում հիացած չեմ, անկեղծ հա, մի քանի շփում եմ ունեցել, ինչ որ ընդհանուր գիծ կա, որը ասենք օրինակ մեծ հայրից հոգի հարազատ չի էլի, ասենք չմանրանամ, բայց գլոբալ այս առումով այո, ղազախները միշտ ավելի լավ են տրամադրված եղել հայերի հանդեպ, քան ասենք Ադրբեջանում, Թուրքիայում բարձր հասկանալի հանգամանքները։ Հիմա իհարկե իրանց այն ինչ որ Հայաստանը անում է,
ձեռատալի Ղազախստանին։ Մեկ Խաղաղության տասնյակից ավել օրակարգը պայմանագրեր են ստորագրել ներողություն։ իհարկե ձեռատալի իրենց համար սա վերջապես ճանապարհը, ասենք, որպեսի կարողանան, ընդ որում ասեմ ձեզ, այլ ապրանքներ իրանք էլի կարողանում են արտահանել, ասում եմ, դժվարությամբ, հեշտությամբ, մի քիչ ավելի երկար։ Դու տեսակ չի, ինչ երկար հասավ ղազախական ծորենը Հայաստան, այն որ ասում հասավ, չհասավ, տեսել չիմացանք, ոնց որ թե հասավ մի կերպ։ Հիմա Օրենքի պատմությունը լրիվ ուրիշ պատմություն է։ իրանց համար ամենակարևորը, հիմա ես ասեմ իրականում, ամենակարևորը այդ երկարաժամկետ կտրվածքով իրանք փորձում են էներգակիրները կարողանան իրանք հիմա խորը կախվածություն ունեն Ռուսաստանից, շատ խորը էներգակիրների առումով։ Իրանց համար կրիտիկական է, որպեսզի կարողանան էներգակիրները արտահանել, դե իրենք ուրիշ արտահանելու բան շատ առանձնապես չունեն։ Իրանք իրենց ուրանը արտահանում են Ադրբեջանով, Վրաստանով, դեպի Ֆրանսիա, ծերծով գնում են։ Այսինքն այդքան իրանք ինչ որ առանձնապես ես իմիջ չունեն։ Իրանք մտածում են, որ եթե այդ ճանապարհը բացվի, գուցե Ղազախստանում ավելի շատ ներդրումներ կարողանան բերեն, ենթադրենք ապագա հետ կապված, բայց մեծ հաշվով ես կարծում եմ, որ իրանք ամենաշատը հիմա հետաքրքրում է, որպեսզի կարողանան իրանք ապագայի համար էներգետիկ անկախությունը իրանք ավելի մեծացնեն։ Սա մասին է խոսքը։ Բնականաբար իրանք դա ձեռատար է, բայց նորից եմ կրկնում, եթե Թուրքիան չի բացում սահմանը, ինչքան ուզում ես գնա Ղազախստան, Ղրղստան, եթե Թուրքիան չի բացում սահմանը, այդ ամեն ինչի իզուր է։ Եվ մի բան էլ, եթե մենք իմանայինք, որ Տոկաևը կարա ճնշում գործադրի Էրդողանի վրա, կամ ստիպի Էրդողանին, որպեսզի այդ ճանապարհը բացի, կասեի շատ լավ, այս արժեքավոր բանը։ Բայց Տոկաևը չի կարա ճնշում գործադրի Էրդողանի վրա, բացարձակ, չունի որևէ լծակ Էրդողանի վրա։ Դրա համար սա ինչ որ հոգեբանական առումով, հա, բաց չի։ Հարց ունեմ, բայց կնախընտրեմ պարոն Չիբուխչյան անդրադառնանք նաև ներքաղաքական զարգացումներին, ներքաղաքական իրադարձություններին։ Հիմա կարճ եթե կարող եք այդ վաղար շաբաթում չստացվեց Գյումրի 2 սցենարը իրականացնել, դա ինչպես է գնահատում եւ նաեւ կաթողիկոսին այդ հեռացնելու գործընթացը, որը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը, ընդ որում դա կապեց նաեւ վաղարշաբաթի ընտրությունների հետ, նշելով, որ այդ ընտրությունների արդյունքը ցույց տվեց, որ քաղաքացիները նոր լիցք են տալիս Վեհարանը կաթողիկոսից ազատելու այդ գործընթացին։ Հանգուցալուծում տեսնում եք, մինչև ուր կգնան այս իրադարձությունները, զարգացումներն ինչպիսին կլինեն։ Վաղարշաբաթի ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ չեն ընտրում գաղափարներ, այլ ընտրում են հեղինակություններ։ Հիմա այս իրավիճակում Մեխակյանի որդին է եղել, ես իդեպ չգիտեի, հետո իմացա, որը մեծ հեղինակություն ունի, որպես ազատամարտիկ, անգամ Մեխակ ավանգյուղ կա, այնտեղ Մեխակյանի անունով, ասում են, շատ ուժեղ կռվող է եղել, եւ այսպես շարունակ, իր տղայից էլ իդեպ Երջմիածյանը բանը, այդպես առանձնապես ինչ որ վատ կարծիք չունեն, այսինքն ինչ որ հեղինակություն ունի, ինչ որ միջավայրում ունի, ԿՊ-ն փորձեց միջամտել եւ ցավոք սրտի երկակի ստանդարտներ կիրառվեցին, հենց առաջին օրը գիտեք Քարզաշովի առաջին օրն էր, երբ որ $10,000 աղմուկը բարձրացավ երեխաներին, որ բաժանում էր, բայց պարզվեց դա Մեխակյանը չի, որտեվ ինձ հավաստիացրեցին, որ Մեխակյանը չունի այդքան հնարավորություններ, որ տենց աչուձախ $10,000 բաժանի, դա ավելի շատ ԿՊ-ի ուրեմն ինչ որ քսակներն էին, որոնք Էջմիածնում շահագրգռված էին, ովքեր էին, չգիտեմ, կանգնած, ինչ օլիգարխներ էին կանգնած այդ ամենի հետ, եւ ինչ մեծահարուստներ ու շահեր ունեին, իրանք ավելի շատ վատություն արեցին Մեխակյանին։ Եվ նաեւ վարկաբեկեցին թերապես ԿՊ-ն, որովհետեւ տեսեք, եթե դու նույն բանի համար ուրիշտեղ ձերբակալում ես ընդդիմադիրների, եւ դու չես առնվազն պատասխանատվություն չես կրում քո արածի համար, դա նշանակում է, որ ինչ որ, այսինքն արտոնյալի կարգավիճակ է, այսինքն վարչական ռեսուրս ես դու կիրառում, բայց եթե մյուսն է այդպիսի բան անում, այսինքն որպեսի մթնոլորտը առողջանա, դա պետք է ընդհանրապես վերացվի, պետք է պատժվի եւ յուրայինը եւ ուրեմն ընդդիմադիրը։ Չի կարելի մեկին պատժել, մեկին չպատժել, դու դրանով արդեն արդարությունը ջնջում ես, ու դա իր հետևանքներ ունենալու է հետագայում։ Հիմա Տաշիշ Սամոն կուսակցություն է ստեղծել ընտրությունների ժամանակ, նա էլ կսկսի անել դա տարբեր ձևերով։ Գագիկ Ծառուկյանը կսկսի անել տարբեր ձևերով, ինչի՞ պիտի չանի, որտեղ եթե տեսնում ենք ԿՊ-ն անում է, իրանք հո հիմար չեն, տարբեր 3-4-ական մարդկանց միջոցով կսկսեն անել, ասել մենք կապ չունենք։ Այսինքն, որպեսզի փոխանակ արմատախիլ անել այդ երևույթը, էլ ավելի են ծաղկացնում, այսինքն մարդկանց առնում են, սա ահա որ process-ը հասկանում եք, մենք ժողովրդավարական, եթե դու ուզում ես գնաս Եվրամիություն ապագայում, դու պետք է մարդկանց գիտակցությունը բարձրացնես, դու պետք է իզմերի պայքար մղես։ Մեկը պետք է ասի, ես կոնսերվատիզմ եմ քարոզում, մեկը լիբերալիզմ է քարոզում։
Մարդիկ պետք է ընտրեն որն է իրան ավելի հոգեհարազատ լիբերալիզմը թե կոնսերվատիզմը, օրինակի համար, տեսականորեն։ Կոպիտ օրինակ եմ բերում։ Մարդիկ պետք է ընտրեն ծրագիրը, ինչ է առաջարկում տեխնացուն, հա։ Ես տեսա, որ այսինքն տեսեք, այսօր լավ, այսօր Մեխակյանը ընտրվեց, ենթադրենք Մեխակյանը ամենավատ տարբերակը չի, կոպիտ ասած։ 4 տարի հետո, 5 տարի հետո էլի լելու է հեղինակությունների պայքար։ Այսինքն չի աճում, ժողովուրդը չի աճում, ժողովրդին չեն նախապատրաստում են Նշանակում է ընդդիմության գնահատականը ճիշտ է, որ Հայաստանը կապ չունի ժողովրդավարության հետ եւ այնինչ կատարում է քաղաքական բռնաճնշումներ են։ Չէ, այն հաշվի տեսեք, ախր այդ ընդդիմության ինչքան է բռնաճնշվեց, դրանց բռնաճնշել չի կարելի համարել, ես մի քիչ լավ բան չեմ ասում, բայց դրանց կերպար, ընդհանրապես որ ասում եք ընդդիմություն, Հայաստանում ինչ ընդդիմություն։ Ասում մեկը գուբերնիստեր են, մեկը յատամիստների չի մասին է խոսքը, ինչ ընդդիմության մասին եք մենք խոսում ընդհանրապես։ Հələ լուրջ ընդդիմություն, որ լուրջ կշիռ ունի, ես Հայաստանում չեմ տեսել։ Եկեք այդ ընդդիմություն մի կողմ դնենք, էլի, այդ ընդդիմությունը հայտարարեցի չէ բարձրակույն։ Լավ, նախկին նախագահների ուժերը։ Տեսեք, Հայաստանում բացարձակ, այսինքն Հայաստանում կիսա ժողովրդավարությունը, ինչի մասին նաև իրականում արևմտյան կառույցներն են հաստատում։ Այսինքն ոչ մեկ չի ասում, որ Հայաստանում բացարձակ ժողովրդա, դες բան չկա։ Հենց զեկույցները այդ մասին են ասում, որ Հայաստանում կիսա ժողովրդավարական վիճակ է։ Կիսա է ամեն ինչ։ Հայաստանում կա ժողովրդավարություն, որովհետև մենք չենք կարող, ուրեմն իրականում չենք կարող այսպես աչքերս փակել ու ասել չէ։ Սկսենք նրանից, որ այսինքն խոսքի ազատության մակարդակը, թե ասենք ով ինչ ուզում ասում է, չէ, մեծ հաշվով։ Մնացածը արդեն ոնց որ ասում գրագիտությունից է գալի, հա, ընդհանուր մթնոլորտից է գալի։ Դու կարող տեսեք ինչ է ասում, օրինակ Վերոնեստի падգամավորը ասեց, որ գերմանացին ասեց, որ տեսեք, ասեց ամեն ինչ ասել երբ որ ամեն մեկին թույլատրված ամեն ինչ ասել, դա դեռ չի նշանակում, որ ազատ մամուլ կա։ Որովհետև դու կարող ես ամեն ինչ ասես ու ամեն ինչ սուտ ասես։ Նշանակում է կարող ես ապակողմնորոշել։ Բայց այն, որ թույլատրված է բոլորին ամեն ինչ ասել, հասկանում եք, հարցը այն է, որ այս տարբերությունը կա, որ Հայաստանում ազատ մամուլ չկա, բայց բոլորը կարող են ամեն ինչ ասել։ Այս տարբերությունը պետք է հստակ հասկանալ, որտեղ դու կարող ես ամեն ինչ ասել, ոչ ոք ճիշտ չասել։ Կոպիտ եմ ասում։ Դրա համար պետք է ընդունել, որ դրա համար կիսա ժողովրդավարական ամեն ինչ։ Այսինքն առաջվա համեմատ տարբերություն կա, ահռելի է։ Մեծ է տարբերությունը, մենք տեսնում ենք, հա, երբեք այսպես չի եղել, որ վարչապետին ով ինչ ուզել, Սերժ Սարգսյանին ոչ մեկ չէր կարող այսքան բան ասել, ինչքան հիմա են ասում, հա, նույն ասեք Փաշինյանի հասցեին կամ գործող կառավարության հասցեին, հա, կամ նույն Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին այսքան բան չէին կարող ասել այս մի կողմից, որտեղ հիմա տեսեք ինչ է, ով ինչ ուզում ասում է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հասցեին, չէ, ի վերջո։ Դա համար այդ իմաստով նայում ես, չէ, չի կարելի համեմատել։ Բռնաճնշումներ, տեսեք, այո, բազմաթիվ գործեր կան, օրինակ տեսականորեն մարդ կա, որին կոպիտ ասած կարած որպես ռուսական գործակալ բռնես դատես, տեսական օրինակ եմ ասում, բայց բռնում են դատու ինչ հիմար հոդվածում։ Հասկանում եք։ Կասկածերի ինչ որ մի բանով։ Եվ գիտեք դա ինչի մասին է խոսում։ Կամ իրանք ռուսներից են վախենում, որպեսզի հենց դնես այդ հոդվածով դատես, որ ինքը ռուսական գործակալ է։ Ինչ մի հատ հիմար բան են գտնում, որը ի վերջո կարան գնան եվրոպական դատարանում պարտվեն այդ գործը։ Ու ի վերջո այդ մարդը ճիշտ է, ինչ ժամանակավոր այդ մարդուն ինչ որ ասենք ոնց որ խաղից հանում են, այս պայթուսը կամ ինչ որ շանտաժի են ենթարկում, կամ ինչ որ ոնց որ տպավորություն տենց որ ժամանակավոր։ Այսինքն տեսեք, մեր բոլորի աչքերում այդ մարդը անմեղ չի։ Այսինքն դրան բռնաճնշելը մի քիչ ասենք բան է, էլի աբսուրդ է, որ ասես սրան բռնաճնշեցին։ Բայց մյուս կողմից նայում ես ինչ մեղադրանք են ներկայացրել, ասում ես դուք լավ եք։ Դուք սրանով ես մարդուն հերոսացնում եք։ Եվ կաթողիկոսին կհաջողվի հեռացնել։ Շատ կարճ պարոն։ Կաթողիկոսի թեմա ոչ մեկ չգիտի կհաջողվի, դա շատ բարդ թեմա է, բայց այն որ այս հաղթանակը ընդհանրապես կաթողիկոսի հետ կապ չուներ, որտեղ նույն Մեխակյանը ընդհանրապես դեմ դուրս չեկավ կաթողիկոսին եւ ինքն էլ Փաշինյանը երեք հետ կանգնեց, չտեսակ արդեն մեղմել էր դիրքորոշում, ասում էր արդեն ինձ գոհացնում է հոգեվոր կյանքի առողջացումը գնում, ասում արդեն ինձ գոհացնում է իրավիճակը, այսինքն հա այդ միտինգը ասում կա հələ ապագայում է, չենք հանել օրակարգից, բայց ամենակարևորը ինքը չգնաց Էջմիածին ելույթ ունենալու, որովհետեւ շատ լավ հասկանում էր, որ իր օրակարգը կաթողիկոսի Էջմիածնում պոպուլյար չի։
Եվ եթե ինքը գնար Էջմիածնում ելույթ ունենար, կարող ենք Մեխակյանը պարտվեր։ Այսինքն ծերծերին չէ հաղթեց Մեխակյանը։ Ծերծերին այդ 50 ավերը ստացավ, այն էլ մնացածի ավելացված ձեների հաշվին։ Եթե ինքը գնար ելույթ ունենար, կարող է եւ պարտվեր։ Դրա համար եթե ուշադրություն դարձեցիք, իրան հերո պահեցին Էջմիածնի քարոզ արշավից։ Բայց դեպքում ինչ օրակարգի մասին է խոսքը։ Ընդհանրապես այդ կաթողիկոսի այդ տերտեր շոուի օրակարգը ինքը ես կարծում եմ շատ, այսպես ասում եմ, կասկածելի օրակարգ էր, թե ինչի դա ստեղծվեց։ Շատ ուրեմն բազմաթիվ հարցականներով, բազմաթիվ, որոնց ես առանձին ուրեմն առանձին այսպես հիմա պատրաստվում եմ հավաքում եմ տրամաբանությունը փորձում եմ հասկանալ առանձին պետք է ներկայացնեմ թե որտեղ էր այդտեղ տրամաբանությունը եթե սա էր ուրեմն ապա խիսա արվեց եթե ուրեմն սա արվեց ուրեմն ինչի նա արվեց այսինքն այստեղ տրամաբանական գիծ չկա ինչի համար արվեց մեխանիզմ հանելու կաթողիկոսին ինքը չունի չկա այդպիսի մեխանիզմ եթե Գարեգին բն ամեն ձևով հրաժարվի դուրս գալու ոչ մեկ իրան չի կարող անել բացառությամբ մի դեպքի Եթե ինքը քրեական հանցագործություն չի իրականացրել։ Շնորհակալ եմ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։